Հարգելի հայրենակիցներ, ես եւ իմ բազմաթիվ գործընկերներ շարունակ պնդում էինք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ոչ թե հակամարտության կարգավորում է տեղի ունեցել ինստիտուցիոնալ առումով, այլ ընդամենը նախընտրական պաուզա է հաստատվել Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի նա կարողանա կամֆորտ վերարտադրվել։ Իշխանությունը անդադ հակադարձում էր մեր այս թեզին եւ ներկայացնում էր իբր մենք խաղաղության թշնամիներ ենք, մենք խաղաղություն չենք ուզում, ավելին Նիկոլ Փաշինյանը շարունակ պնդում էր, որ խաղաղությունը արդեն հաստատվել է եւ այդ ապրանքը փորձում էր վաճառել եւ փորձում է վաճառել հայ ժողովրդի վրա ակնհայտորեն այն պատճառով, որպեսզի 2026 թվականին կարողանա վերարտադրվել։ Այսօր Բաքվում այդ երկրի գիտությունների ազգային ակադեմիայի 80-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստում ելույթ է ունեցել Իլհամ Ալիևը եւ փաստորեն բացահայտել է այն գինը, որը պիտի վճարի Փաշինյանը, եթե կարողանա այս կոմֆորտ նախընտրական պաուզայով վերարտադրել իր իշխանությունը։ Ալիևը Հայաստանը համարում է Ադրբեջանի պատմական տարածք։ Նրա համար Սևանան լիճ գոյություն չունի, նա այսօր նշել է, որ դա Գոյչա լիճն է եւ հղում է արել իշվոր քարտեզների։ Ավելին նա համարում է, որ հայերը բերվել են այս տարածքներ Ղարաբաղ եւ Հայաստան, մի խոսքով Հայաստանը համարում է Ադրբեջանի պատմական տարածք։ Ալիև այսօր սպառնացել է վերադառնալ Հայաստան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Գիտեք, հիմա ոմանք արդեն ես լսել եմ իշխանական որոշ արձագանքներ, Ալիևի վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, իսկ ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին է խոսել, Ալիևը համարել են Ալիևի խաղաղասիրության դրսևորում, ինչ է թե Ալիևը տանկերի փոխարեն օգտագործել է մեքենաներով վերադարձի տարբերակը, բայց սա ակնհայտորեն խաղաղության եւ խաղաղասիրության մասին հայտարարություն չէ։ Ալիևի եւ Ադրբեջանի նպատակները չեն փոխվել, դրանք ագրեսիվ են եւ իրենց մեջ պարունակում են Հայաստանի նկատմամբ տարածքային եւ քաղաքական պահանջներ։ Այստեղ փոխվել են դրանց արտահայտման ձևերը, այսքան ռազմական ճնշման փոխարեն այժմ Ալիևը դնում է ժողովրդագրական էքսպանսիայի վրա իր քաղաքական հիմքը դնում է ժողովրդագրական էքսպանսիայի վրա։ Ռազմական ճնշում այլևս նրան պետք էլ չէ, հիմա նա փորձելու է ամեն կերպ պաշտպանել ադրբեջանցիների վերադարձի օրակարգը, այդ կերպ խոցելի դարձնելով Հայաստանի պետականության գոյությունը։ Սա ադրբեջանական քաղաքականության նույն էությունն է տարբեր դրսևորումներով։ Եվ հիմա, երբ որ Նիկոլ Փաշինյանն ու ԿՓ մյուս կարկառուները փորձում են խաղաղությունը վաճառել հայ ժողովրդի վրա, պետք է հստակ ժողովրդին ասել. այ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մնում է կամ վերարտադրվում է 2026-ի հունիսի 7-ի ընտրություններում, մենք վճարելու ենք այս գինը։ Այդ ժամանակ այլևս Ալիևը Վաշինգտոնյան համաձայնությունների մասին չի էլ հիշելու եւ պնդելու է, որ ադրբեջանցիները իրենց պատմական հայրենիք, այսինքն Հայաստան վերադառնալու իրավունք ունեն։ Հայաստանը ենթարկվելու է ժողովրդագրական էքսպանսիայի առնվազն։ Հայաստանում մի քանի 100,000 ադրբեջանցու ներկայությունը նշանակում է ներքին լարվածություն, նշանակում է լարվածության տեղափոխում Հայաստանի սահմաններից դուրս։ Դրանից հետո ինչ է սպառնում Հայաստանին, կարծում եմ բոլորիդ է հայտնի։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, մի հավատացեք Նիկոլ Փաշինյանի հեքիաթներին եւ պատրանքներին, նա դա անում է միայն վերարտադրվելու նպատակով։ 2026 թվականին պետք է գնալ իշխանափոխության, որպեսզի
կանխվեն Ադրբեջանի եւ Ալիևի ագրեսիվ օրակարգերը եւ որպիսի մենք դուրս գանք խաղաղության այն մոդելից, որը միակողմանի եւ ստորացուցիչ զիջումներ է ենթադրում։